որպես դատավոր Չեք նկարում համակարգը կայացած է որպես անկախ կառույց։ Իհարկե կայացած։ Ճնշումներ չեք ուզում նկարեք։ Չէ, ուզում եմ ինչ հարցերի շուրջ եք դրա համար։ Այս հարցերի շուրջ։ Ճնշումներ երբևէ չեմ զգացել, չեմ նկատել անձամբ իմ վրա։ Մի այսպիսի նախաձեռնություն է շրջանառվում Արդարադատության նախարարությունում մինչև վկաների հարցաքննությունը որոշել են փակել լիստերը նկարահանումների համար, ասում որ խանգարում են։ Այդ քրեաիրավական ոլորտն է, կարծում եմ, դասեք մասնագետ քրեական ոլորտի դատավորները ավելի ճիշտ կասեն, դա ողջամիտ չի, փաստարկված չի։ Մեր մոտ վարչադատավարականով վկաների հետ հարցաքննությունը շատ բացառիկ դեպքերում է տեղի ունենում։ Արդարադատության իրականացման համար խոչընդոտներ չկան այլ կառույցների կողմից, կարգապահական վարույթների տեսքով։ Ես նման բան չեմ նկատել, իսկ արդարադատության ոլորտում կարգապահական վարույթներ եւ այլն կառուցակարգերը կան։ Բարձրագույն դատական խորհուրդը առնվազն երաշխավորն է դատավորների իրավունքները պաշտպանելու տեղեկատվություն։ Օրինակ 6 ամիս առաջ որպես երաշխավորի դիրքերի չի հանդես գալիս, այլ հակառակը կարգապահական վարույթ։ Ես նման անկեղծ ասած փաստարկի կամ դեպքի որպես այդպեսին ինձ հետ կապված դատավորի հեռացումը այդ համակարգից։ Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարծիքները շատ տարբեր են, Դավիթ Հարությունյանի այդ մասին դիրքորոշում հայտնել եւ Դավիթ Հարությունյանը ներկայումս իր իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է։